Իդեպ մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար, իսկ փոխնախարարները 4-ից 5 միլիոն դրամ։ Տեսչությունների պետերն էլ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել, տեղակալները փոխնախարարներին հավասար։ Ավելի վաղ էլ հայտնի դարձավ, որ պատգամավորներն են 3 միլիոնական դրամ պարգևավճար ստացել, քննչական կոմիտեում մինչև 4.5 միլիոն դրամ եւ այսպես շարունակ։ Սա մեկնաբանելով ԿՊ պատգամավորներից մեկն ասաց, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի։ Ավելի վաղ իդեպ արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ասում էր, $200,000 բնակարանը ինչ է, որ ես չունենամ։ Այո, այս տեմպերով ու նման պարգևավճարներով Սրփուի Գալյանը օրինակ առավելագույնը 10 Samsung կարող է ունենալ $200,000 բնակարան, բայց արդյոք դա էին խոստացել նրանք մինչև իշխանության գալը։ Հիշեցնենք, ԿՊ-ն խոսում էր ոչ թե աղքատությունը նվազեցնելու, այլ այն իսպառ վերացնելու մասին։ Ասում էին, ժողովուրդ, գալիս ենք ձեզ համար, գալիս ենք, որ ձեզ համար լավ լինի, գալիս ենք, որ ձեզ այս սոցիալական վիճակից դուրս հանենք, ձեզ ծառայենք։ 8 տարի հետո աղքատությունը համարյա նույն մակարդակի վրա է, ծայրահեղ աղքատությունն էլ աճել է, բայց ԿՊ-ականները սովորական բան են համարում, որ իրենք ունեն $200,000 բնակարան։ Հարց է առաջանում, ի վերջո ում համար էր հեղափոխությունը, ով դուրս եկավ սոցիալական վատ վիճակից։